Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Ժամանակն օգտագործեցեք, քանզի օրերը չար են։ Դրա համար փնտրեք եւ տեսեք, թե որն է Տիրոջ կամքը, ոչ թե ինչպես անմիտներ, այլ իբրև իմաստուններ։ Պողոս Արաքյալի Եփեսյան ուղված այս խոսքերը սիրելիներ, բոլոր ժամանակների համար արդիական են, թե մարդը ինչպես պիտի ընթանա այս աշխարհի մեջ, իբրև անմիտ պիտի ապրի, թե իբրև իմաստուն, եւ ինչպես պետք է ժամանակն օգտագործի, որպես իր կյանքը լցված լինի Սուրբ Հոգով, նրա զորությամբ, եւ ինքը կարողանա խոսել օրհնություններ, սաղմոսներ, աղոթքներ, ոչ թե չարության եւ ատելության խոսքով մեկը մյուսի հանդեպ չարությամբ լցվելով դժոխքի բաժին դառնա։ Այսօրվա ավետարանական ընթերցումի մեջ Սուրբ գրքի ամենագեղեցիկ պատմություններից մեկն էր Հայրոսի աղջկա հարության պատմությունը։ Հիսուս եւ վերադարձավ Կափառնայում, ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին, սպասում էր Հիսուսին, որովհետեւ հավատացել է նրա հրաշագործ զորությանը, եւ Հայրոսը, որ հեղինակավոր մարդ էր, այդ քաղաքի ժողովրդապետն էր, հարգանք, մեծ անուն ուներ, նա էլ հավատացել էր Հիսուսին, թեև ինքը փարիսեցի էր, ինքը կրոնավոր էր, որ իրենց խմբակը չէր ընդունում Հիսուս Քրիստոսին, բայց ինքը եկել էր Հիսուսին դիմավորել, որտեվ մեծ խնդիր ուներ, իր աղջիկը մահամերձ էր։ Շատ բժիշկներ էր կանչել, դեղամիջոցներ էր օգտագործել, բայց չէին կարողացել իր աղջկա կյանքը փրկել։ Եվ ճարահատյալ եկել էր այդտեղ, թեև ինքը պետք է Հիսուսին դեմ լիներ, բայց հակառակը եկել էր Հիսուսից իր զավակի համար խնդրելու օգնություն։ Եվ մինչ Հիսուսի հետ խոսում էր, տանից եկան մարդիկ, եկան ասացին, որ աղջիկդ մահացավ, Հիսուսին այլևս մի անհանգստացրու։ Պատկերացրեք մարդու այդ ռոպեական զգացողությունը։ Ինքը հույսով, հավատքով, վստահությամբ եկել է Հիսուսից խնդրելու ու հանկարծ ասում է, որ աղջիկդ մահացել է, վերադարձիր։ Եվ նույն րոպեն Հիսուս նայում է Հայրոսին, ասում՝ մի վախեցիր, միայն հավատա եւ աղջիկդ կապրի։ Եվ եկան տուն, տեսա, որ հավաքված, ինչպես այսօր արդեն մեր կյանքում էլ տեսնում ենք, մի անգամից գալիս են լացողները, գոռոց, ճվոց, բայց ոչ մի հավատքի խոսք, ոչ մի մխիթարություն, եւ Հիսուս ասում է, ինչու է լաց լինում, աղջիկը չի մահացել, պարզապես ննջում է, եւ մարդիկ սկսեցին Հիսուսի վրա ծաղրել, որովհետեւ ասում է, գիտեին, որ աղջիկը մեռած էր։ Բայց իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին, Հովանեսին, նրա ծնողներին ներս մտան, բռնեց աղջկա ձեռքը, ասաց, աղջիկ, քեզ եմ ասում, վեր կաց, եւ աղջիկը նույն րոպեին կենթանացավ։ Ինչ կա այս երկու պատմությունների, Պողոս Արաքյալի ասած ժամանակն օգտագործեք, որովհետեւ օրերը չար են, եւ այս պատմության մեջ։ Պարզ սովորական հրաշքի, բայց ուրիշ տեսեք, սիրելիներ։ Ո՞վ է Հայրոսը։ Մեր կյանքի մեջ ո՞վ է Հայրոսը։ Ամեն մեկս, մենք, որ կարծում ենք, թե հեղինակավոր ենք, ծանոթություն ունենք, շրջապատ ունենք, հարստություն ունենք, բայց մեկ էլ հանկարծ հոգիդ մեռնում է, աղջիկը հոգին է խորհրդանշում, որ երբ որ արդեն մահամերձ է, դու տեսնում ես, որ քո անունը, քո պատիվը, քո հեղինակությունը, քո գումարը, որ անդադար ծախսել ես, ոչ մի բան չի կարողանում քեզ համար անել։ Քո կյանքը ուրախությամբ չի լցնում եւ դու ճարահատյալ գալիս ես Հիսուսի մոտ։ Ցավոք սրտի մարդկանց մեծամասնություն այսպես է վերադարձել Քրիստոսի մոտ, երբ որ ցավ է ունեցել, հիվանդություն, կորուստ եւ արդեն վախը, որ իր կյանքը վերջանում է, իր հոգին էլ մեռնում, ինքը տեսնում, որ իր կյանքի մեջ ինքը չի կարողանում ճիշտ ապրել, վազում է Հիսուսի մոտ։ Մարդիկ, որ եկան ասելու, աշխարհն է, սատանան, ասում են, հերիք Հիսուսին անհանգստացնես։ Հոգիդ արդեն մեռած է, դու մեզ ես պատկանում։ Դու այլևս չես կարող Հիսուսին լինել, բայց Հիսուս ասում է, միայն հավատա եւ կապրես, միայն վստահիր ինձ եւ կունենաս։ Պետրոսը, Հակոբոսը, Հովանեսը հավատքը, հույսը, սերն են խորհրդանշում։ Այս երեք ունենաս, ինչ էլ որ լինի, ինչ էլ քեզ հետ պատահի, դու կարող ես ապրել։ Հիմա տեսեք, ինչպես պիտի մարդը ապրի։ Անմիտ մարդ ինչպես է ապրում, սիրելիներ։ Այնպես կարծես իր կյանքում ոչինչ էլ չկա։ Ոչ ընտանիքի հանդեպ պատասխանատվություն, ոչ իր զավակի, ոչ իր հոգու, ոչ իր փրկության, որևէ պարտականություն չունի։ Իմաստուն մարդը
ամեն բան անում է, որպեսզի իր կյանքը ուրախությամբ լցնի, ինչպես Պողոս Արաքյալն ասում, ուրախ եղեք, դարձել եմ ասում, ուրախ եղեք։ Եվ ինչու այստեղ շեշտված ժամանակը։ Մեր նյութական բոլոր վնասները մենք կարող ենք վերականգնել։ Մեր հիվանդացած մարմինը, որ տկար ենք, հիվանդ ենք, առողջությունը մեր խաթարված է, մենք կարող ենք վերականգնել։ Միակ բանը, որ մարդը չի կարող վերականգնել, դա ժամանակն է։ Ժամանակ անհնար է վերականգնել եւ անդառնալիորեն կորցնում ես այդ ժամանակը։ Մենք էլ ամեն մեկս մեր կյանքից մի հատված կտայինք, որպեսզի անցյալում կատարած սխալների համար ժամանակ ունենայինք վերականգնվելու, մաքրվելու, սրբվելու, մաքուր տեսքով Տիրոջը ներկայանալու համար։ Եվ մենք մի օր նաև պիտի սրա համար պատասխանատվություն կրենք, որ մեր ժամանակը սխալ ենք օգտագործել։ Մեզ տրված ժամանակը մենք օգտագործել ենք վնասակար պետքերի համար։ Ժամանակը նաև այստեղ երկրորդ իմաստով նշանակում է առիթ, որ Աստված քեզ հնարավորություն է տվել, բայց այդ առիթը բաց ես թողել, որ դու այդ հնարավորությունը չես օգտագործել, հետո գլխիդ ես տվել, թե ինչու ես այն ժամանակ այսպես չվարվեցի, բայց այլևս չես կարողանում այն ժամանակը վերադարձնել, որպեսզի կարողանաս քեզ տրված հնարավորությունը նորից օգտագործել։ Մարդուն ժամանակը տրված է մեկ նպատակով՝ իմաստուն կերպով ապրելու համար։ Եվ եթե մարդ իմաստությամբ իր ժամանակը չի օգտագործում, ինքը ամբողջ օր իր ժամանակը լցված է աղբով, իր ժամանակը լցված է անտարբերությամբ, անհոգությամբ, որ մարդը անմիտ է։ Մարդ այդպես էլ չի գիտակցել, թե ինչպես պիտի ապրի այս աշխարհի մեջ, որն է Աստծո կամքը, այդ ժամանակը տրված է այդ կամքը ունենալու համար։ Եվ տեսեք երրորդ տողի մեջ արդեն ասում է, որ մի հարբեք, գինով, զեղությամբ, շվայտությամբ չլցվեք, այլ հակառակը Սուրբ Հոգով արբեցեք, այսինքն Սուրբ Հոգով լեցուն կյանք ունեցեք, որ Սուրբ Հոգին կարողանա ձեր միջոցով գործել այս աշխարհի մեջ։ Հիմա տեսեք, աշխարհը ինչ է անում։ Հայրոսի այս օրինակը եւ համեմատելով Պողոս Արաքյալի հետ, մարդիկ հավաքվեցին միանգամից Հայրոսի տան մեջ, ոչ մի մխիթարության խոսք, որ մահը մեր կյանքի վերջակետը չէ, մահը պարզապես ննջումն է, պիտի ննջես այս աշխարհի մեջ եւ հարության հույսի չկա, կանչեցին երաժիշտներին, ինչպես այսօր էլ տեղի ունենում մեր կյանքի մեջ, ասեցին տխուր նվագ, տխուր երգել, ավելի սասկացնել ցավը, կսկիծը, բայց հանկարծ մոռացան, որ Աստված ասել, ով որ ինձ հավատում է, թեև մեռնի, պիտի շարունակի ապրել։ Այս մխիթարության խոսքը չկա։ Այսօր մեր կյանքի մեջ, երբ որ մի մարդ ենք կորցնում, գնում ենք, նստում ենք, սկսում ենք լացել, գոռալ, ճվալ, ոչ մի մխիթարական խոսք, կամ մոռանում ենք, որ ինչի համար ենք հավաքվել, այլ պատմություններ ենք պատմում, ծիծաղում, ուրախանում, հետո նորից սկսում լացել։ Սա ինչ է նշանակում, որ աշխարհը քեզ ասում է՝ մեռար, այլևս Հիսուսը մի փնտրիր։ Այս խոսքը աշխարհը ամեն օր է մեզ ասելու, որ մի անհանգստացրա Հիսուսին, թող դրան, մի գնա Հիսուսի մոտ։ Արի այստեղ մենք քեզ կօգնենք, բայց աշխարհը տեսնում ենք, որ մարդուն միայն դառնություն է բերում։ Աշխարհը մարդուն միայն լաց է բերում, ցավ է բերում, կորուստ է բերում, եւ մենք սրա մեջ այնքան ենք վարժվել, այնքան ենք հարմարվել սրա մեջ ապրելու, որ նույնիսկ վախենում ենք մեր գլուխը բարձրացնել եւ լույսին տեսնելու։ Իսկ Հիսուս ասում է, քանի ժամանակը կա, ցերեկը պիտի գործես։ Պիտի լույսը օգտագործես Աստծո կամքը փնտրելու համար։ Ժամանակները չար են, սիրելիներ, բոլոր ժամանակները պատմության մեջ չար են եղել այն մարդկանց համար, ովքեր թողել են Աստծուն, թողել են իրենց փրկությունը եւ գնացել են աշխարհի հետ ընկերություն եւ բարեկամություն անել։ Իսկ աշխարհի հետ բարեկամություն անել նշանակում է թշնամություն անել Աստծո հետ։ Եվ երբ որ Հիսուս եկավ, ասաց երեխան, այս մանուկը մեռած չէ, ննջում է, բոլորը ծիծաղեցին։ Այսօր երբ որ մենք խոսում ենք հարության մասին, խոսում ենք հավիտենական կյանքի մասին, այսօր են մարդիկ մեզ ծաղրում։ Այսօր են մարդիկ արհամարանքով խոսում, որ 21-րդ դարում գիտությունը այնպիսի նվաճումներ է հասել, որ մարդը նույնիսկ տեզերք է բարձրանում, լուսնի վրա կարող է փորձարկումներ կան։ Հիմա Մարս պիտի հասնենք, բայց դուք ասում եք, որ մահ չկա, կա հավիտենական կյանք, կա անմահություն եւ հարությունը, ուր է մի օր մեկին չտեսանք հարություն առներ, մենք էլ այդպես հավատայինք։ Բայց չէ՞ որ Քրիստոս ինքը արդեն հարություն է արել։ Քրիստոսին խաչողներն էլ, երբ որ գերեզմանը մեծ քարը դրեցին, հետո գերեզմանը կնքեցին, կարծեցին, որ հաղթեցին, բայց իրենց ժամանակավոր այս հաղթանակը հավիտենական պարտության պատճառ դարձավ։
Եվ Հիսուս երբ որ ներս մտավ, ծնողներին վերցրեց, 3 աշակերտներին վերցրեց եւ երեխայի ձեռքը բռնեց։ Եվ ասում է աղջիկ վեր կաց։ Մյուս ավետարանի մեջ ասում է նույն րոպեին երեխայի հոգին վերադարձավ։ Ուրեմն Հիսուս երբ որ քո կյանքի մեջ կա, քո ամեն բան, ինչ որ դու կորցրել ես, կարող ես վերադարձնել քո կյանքի մեջ։ Անկամ ժամանակդ կարող ես վերադարձնել, որովհետեւ նա որ հավատում է Հիսուս Քրիստոսին, մտնում է Հիսուս Քրիստոսի բերած սիրո մեջ, Աստծո կամքը կատարելու այս կարևոր առաքելության մեջ, նրա համար ժամանակ այլևս դառնում է հավիտենական։ Ինք այլևս չի ապրում այս աշխարհի մեջ։ Մենք ենք մարդիկ կսենք, որ ունենք անցյալ, ներկա ու ապագա։ Աստծո համար հավիտենական ներկա է։ Աստված չունի անցյալ, ներկա, հետո ապագա, նա միշտ ներկայության մեջ է։ Եվ Աստծո ինչպես է գործում մարդու կյանքի մեջ։ Երկու տեսքով՝ մասնավոր եւ հասարակական։ Աստված ամեն բան անում է, որպեսզի յուրաքանչյուր մարդ գա փրկության։ Աստծո ամբողջ գործը, ծրագիրը մեկն է՝ մարդուն փրկելու։ Եվ երկրորդ անհատականը, ամեն մեկիս կյանքի մեջ Աստված մուտք է գործում, որպեսզի մենք խոստովանությամբ, մեր հավատքի ճշմարտությունը պահելով հասնենք այդ հավիտենական փրկությանը։ Ինչպես որ մենք ունենք անհատական աղոթքը եւ ընդհանրական աղոթքը, այնպես էլ Աստված բոլորիս հետ, թե անհատապես, թե ընդհանրական կարգով փորձում է այդ փրկությանը բերել։ Հիմա ինչպես մենք պիտի կարողանանք մեր կյանքը այնպես ապրել, որ Աստծո կամքը գտնենք մեր կյանքի մեջ։ Շատ հաճախ են մարդիկ ինձ նամակագրում, որ Տեր ահիր, ինչպես հասկանանք, որն է Աստծո կամքը։ Աստծո կամքը մեկը, Հիսուս ասում է, հավատալ նրան, ում որ Աստված ուղարկեց, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Երբ որ դու հավատում ես Հիսուս Քրիստոսին, վստահում ես Հիսուս Քրիստոսին, դու արդեն մտնում ես այն ծրագրի մեջ, որ Աստված պատրաստել տվել է աշխարհի ստեղծագունից առաջ, որ մարդը փրկություն գտնի։ Բայց սկսվում է դժվարությունը այստեղ, որ կարող ես այդ ծրագիրը իրագործել քո կյանքի մեջ։ Այդ թուղթը, որ դու վերցնում ես, տեսնում ես, հավանություն ես տալիս, որ շատ գեղեցիկ է, ինչպես Սուրբ գրքի ընթերցանությունը, որ կարդում ենք, առաջին անգամ ոգևորվում ենք, ուզում ենք աշխարհը մեն լավ քրիստոնյա լինենք, բայց ամիսներ տարիներ հետո մենք մոռանում ենք մեր ոգևորության մասին, մեր կարդացածի մասին, վարժվում ենք այս աշխարհի մեղքի հետ, նույնիսկ շաբաթներով, ամիսներով Աստծո տուն չենք մտնում, աղոթք չենք անում, սուրբ հաղորդություն չենք ստանում, հետո ուզում ենք հասկանալ ինչ տեղի ունեցավ։ Մենք անմտորեն վարվեցինք այս ամենի հետ։ Ուրեմն ոգևորությունը դեռ հավատք չէ։ Ոգևորությամբ խոստանալը, որ այս ինչ բանը պատրաստ եմ անելու, այդպես չէ։ Հիշենք Պետրոս առաքյալին, որ ասաց. Տեր, եթե բոլորը քեզ ուրանան, ես պատրաստ եմ քեզ հետ գալու, անգամ մեռնելու, պատրաստ եմ գալու։ Բայց առաջինը Պետրոս առաքյալը վախից ուրացավ Քրիստոսին, 3 անգամ ասելով, որ չեմ ճանաչում Հիսուսին։ Ուրեմն մենք էլ մեր կյանքով բարձրաձայն եթե չենք ասում, մեր գործով ասում ենք, որ մենք Հիսուսին չենք ճանաչում։ Դրա համար Աստծո կամքը չենք կարողանում իրագործել մեր կյանքի մեջ։ Եվ ժամանակները, որ չար են, ամեն ինչ այս աշխարհի մեջ այս ժամանակը տրված է մարդու հոգին խժռելու, մարդու սրբությունը գողանալու, մարդու անմեղությանը հափշտակել, որպեսզի սատանան կարողանա հաղթանակած ներկանա Աստծո առաջ, որ այս մեկին էլ քաշեցի մեղքի մեջ, մենք ինքնաբերաբար տրվում ենք այդ ցանկություններին։ Մեր ժամանակը մի պահ հիմա այս պահին պատկերացրեք երեկվա ձեր օրը, առավոտյան որ արթնացաք ու քնեցիք, ինչ արեցիք, ինչով զբաղվեցիք, ու կտեսնեք, որ ձեր ժամանակի մեծ մասը կապ չուներ ձեր հետ։ Մեծ մասը ձեր ժամանակի ավելնորդությունների հետևից վազելով ընկած։ Մեր արտաքին գեղեցկությունը մահելու սկսած, մինչև տան մաքրությունով վերջացրած։ Բայց ոչ ոք շատ քիչ ժամանակ չտրամադրեց անգամ, որ իր հոգու գեղեցկությամբ զբաղվի։ Իր հոգու գեղեցկությունը պահպանի, այն սրբությունը, որ դրված է քո հոգու մեջ, այդ սրբությունը հանկարծ չկորցնես։ Շատ քիչ ժամանակ ունենք դրա համար, եւ նույնիսկ չնչին ժամանակ։ Եվ ամբողջ շաբաթվա ընթացքում մենք մեկ կիրակին, որ Տիրոջն է, դա էլ չենք օգտագործում, որ իմաստուն կերպով վարվենք։ Իսկ իմաստությունը մարդու ամենալավ ընկերն է։ Լավ է դու իմաստուն լինես քո կյանքի մեջ Տիրոջ իմաստությամբ, կրթության, գիտելիքի մասին չէ։ Գիտելիքը դեռ իմաստություն չէ, սիրելիներ։ Մարդը կարող է շատ բարձրագույն կրթություն ունենալ, մի քանի դիպլոմ ունենալ, բայց երբեք իմաստուն չլինել։ Բայց կարող է մարդը երբեք ուսանած չլինել, բայց ամբողջ օր իմաստությամբ խոսել, որովհետև Տիրոջ հոգով լցված էր։ Իսկ հարբեցողության օրինակը, որ դրված է այստեղ, որ հերրու մնացեք, գինով չհարբենաք,
Մենք ինչպես ենք հարբենում։ Գինին խորհրդանիշն է նաև մեղքի, կրքերի, ցանկությունների, այլասեռության, որով այսօր մարդը լցված է այս աշխարհի մեջ։ Կերոխումներ, զվարճանքներ, թմրանյութ, հարբեցողություն, գիշերային ակումբներ, այս ամբողջը այդ գինու հարբեցողություն, այսինքն քո մարմինը դու լցնում ես աշխարհի աղբով, բայց հակառակը այս մարմինը Սուրբ Հոգու տաճարն է եւ դու պիտի Սուրբ Հոգով լցվես։ Եթե լցվես, քո բերանից էլ օրհնություններ դուրս կգան, սաղմոսներ կգան, աղոթք կգա։ Եթե չկա Սուրբ Հոգին, մեր հասարակական կյանքը նայեք, ամբողջ օր ատելության խոսք, չարություն, բամբասանք, նախանց, ոչ ոք իր կյանքով չէ, բոլորը բոլորի կյանքով հետարքրվում են, բայց իրենք իրենց անձնական կյանքով չեն հետարքրվում։ Իսկ ինչ է բերում մեր կյանքի մեջ, որ մենք ժամանակն օգտագործում ենք ոչ թե մեր մեղքերը տեսնելու, այլ ուրիշների մեղքերը տեսնելու։ Մեր ժամանակը տրված չէ, որպեսզի մենք ուրիշների կյանքով ապրենք, ուրիշների կյանքով հետարքրվենք։ Մեր կյանքը բավական է, որպեսզի մենք մեր ժամանակը մեր կյանքի վրա օգտագործենք։ Մենք ավելի շատ ուրիշների հոգսերով ենք ապրում, քան մեր խնդիրներով։ Մենք ավելի շատ ուրիշների հաջողությամբ ենք հետարքրված, քան մեր սեփական ձախորդություններով։ Մենք ավելի շատ ուրիշների երջանկությունն ենք քննադատում, քան մեր ընտանեկան դժբախտությունը։ Սա է ողբերգությունը մեր կյանքի մեջ, որ ժամանակը մենք սխալ ենք օգտագործում։ Եվ Հայրոց օրինակը, որ գալիս է Հիսուսի մոտ այն պայն, որ աղջիկ արդեն մահամերձ էր, նույնն է, երբ որ մենք արդեն մահամերձ ենք, խեղդվում ենք այս աշխարհի մեջ, նոր գալիս են Քրիստոսին ասում փրկիր, մահամերձ եմ։ Աշխարհն էլ ասում է մեռար, այլևս Հիսուսին մի անհանգստացրու։ Բայց Հիսուս ասում է մի վախեցիր, միայն հավատա։ Միայն հավատալը պետք, սիրելիներ, վստահելը պետք Քրիստոսին։ Ինչ էլ որ լինի այս աշխարհի մեջ, ինչ էլ որ կատարվի, քո վստահությունը մեկ ակնթարթ անգամ չպիտի կասկածես։ Եթե չվստահեցիր, նաև չես կարող նրա հետևից գնալ։ Եթե չվստահեցիր, նրա խոսքին չես հավատալու։ Եթե չվստահեցիր, դու չես կարող լույսը տեսնել։ Եթե չվստահեցիր, միշտ վախով պիտի ապրես այս աշխարհի մեջ։ Դրա համար հավատալը նաև նշանակում է վստահել ամեն խոսքին, ինչ որ Քրիստոս ասել է, մինչև այսօր կատարվել է եւ պիտի կատարվի։ Մնում է միայն մեկ բան, մենք մեր ժամանակը ճիշտ օգտագործենք եւ իմաստուն կերպով ապրենք այս աշխարհում, որովհետեւ իմաստուն իր տունը կառուցում է ժայռի վրա, իսկ անմիտը կառուցում է ավազի վրա։ Երբ որ ծովալիքները գալիս են, խփում են այդ ավազի վրա, հիմքերը քանդվում, քո կառուցածը կործանվում է։ Բայց երբ որ ժայռի վրա ես կառուցում, այսինքն վստահության, հավատքի, սիրո, հույսի վրա ես կառուցում, ինչ էլ որ պատահես աշխարհի մեջ, ինչ ալեկոծություն, փոթորիկ էլ որ լինի, քո վստահությամբ կառուցածը անշարժ պիտի մնա մինչև Քրիստոսի գալուստը։ Թող մենք էլ ամեն մեկս կարողանանք, սիրելիներ, Հիսուսի խոսքը լսել վստահությամբ, որ միայն հավատա։ Սա շատ կարևոր է, որ մարդը հավատա։ Եթե չհավատացիր, դու ամեն օր պիտի հոգնես քո կյանքի մեջ։ Եթե չհավատացիր, պիտի ձանձրանաս։ Եթե չհավատացիր, դու ամեն օր սխալներ պիտի գործես, պիտի փորձես արդարացումներ գտնել։ Եվ ինչպես այն մարդիկ ծաղրեցին, Հիսուսի ասած խոսքը, որ երեխան ննջած է, այնպես էլ աշխարհը պիտի ծաղրի մեզ ամեն օր, պիտի նվաստացնի, եւ ամեն օր անում է աշխարհը այդպես։ Եվ պատճառը մեկն է, որ միայն վերջին պահին, արդեն որ պիտի կորցնենք հավիտենապես, այդ ժամանակ ենք հիշում Քրիստոսին եւ գնում նրան ընդառաջ։ Բայց Հիսուս, ինչպես որ այդ ժողովուրդը ծովափին կանգնած սպասում էր Քրիստոսի վերադարձին, մենք ամեն օր այդպես պիտի սպասենք այդ վերադարձին։ Ոչ թե նեղության, հիվանդության, ցավի, կորստի ժամին, ամեն օր պիտի սպասես։ Եթե սպասեցիր, Քրիստոս կգա եւ քո կյանքի մեջ կբնակվի։ Թող Տերը օրհնի մեր բոլորին, խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք մեր ժամանակը սխալ չօգտագործենք, որտեվ ինչպես ասացի, դրա համար էլ պիտի պատասխան տանք, որ մեր ժամանակը, մեր տրված առիթները մենք վատնել ենք կամ անտեսել ենք։ Այլ հակառակը, ինչքան հնարավոր է, նույնիսկ ժամանակին ժամանակ տանք, որպեսզի կարողանանք Աստծո կամքը կատարել եւ իմաստուն կերպով ապրել այս աշխարհի մեջ եւ Տիրոջ ներկայության մեջ։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։